Բարի վերադարձ եւ բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիր Weekend-ը շարունակում է իր ընթացքը եւ ունենք հրաշալի հյուր մարդ, ով իր ճանապարհով ցույց է տալիս, որ հաջողությունը գալիս է ոչ միայն տաղանդից, այլ նաեւ համառությունից, աշխատանքի ու ճիշտ ընտրությունների համադրությունից։ Նրա պատմությունը հետաքրքիր է ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաեւ այն ճանապարհով, որով նա եկել է այստեղ։ Արտյոմ Մարկոսյանն է մեր հյուրը, բարի լույս Արտյոմ։ Բարի լույս։ Բարի լույս, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր, շատ հուզիչ ներկայացրեցիք ինձ, ես շատ շնորհակալ եմ նման ներկայացման համար, շատ ուրախ եմ ողջունել ձեզ այս առավոտյան, մեր շատ սիրելի հեռուստադիտողին, ձեզ բոլորիդ որպես գեղեցիկ, լավ դրական, պոզիտիվ մարդիկ եւ շատ ուրախ եմ, որ այսօր միասին ենք։ Մենք էլ ենք շատ ուրախ եւ որ հատկապես եկել եք մեր տաղավար Առնո Բաբաջանյանի շապիկով։ Այո, ես այսօր միայնակ չեմ եկել, ես այսօր մայստրոյի հետ եմ եկել, ես եւ Առնո Բաբաջանյանն ենք այսօր ձեզ հյուր եկել, այսինքն պատկերացնում եք, ինչ պետք է անենք, պետք է լինի ամեն ինչ լուսավոր, գարնանային, ուրախ։ Այսպես պետք է լինի։ Իսկ շաբաթ կիրակիները ոնց են անցնում Արտյոմ։ Շաբաթ կիրակիները գրեթե անցնում են ինչպես երկու շաբթիից շաբաթ, այսինքն զբաղված, բայց ամեն դեպքում դեռևս դպրոցական ժամանակներից է, չէ՞, մեզ մոտ մնացել, հիշում եք, ասոցիատիվ ինձ մոտ միշտ այդ բանն է, էլի, հիշում եք օրագիրը։ Ես օրագրով եմ միջև հիմա հիշում եք շաբաթ կիրակիները, որ sense ոնց էին գերազում որ հասնեինք այդ օրվան, այդ օրագրի հոգեբանությունը միջև հիմա ինձ մոտ մնացած է, էլի։ Բնականաբար շաբաթ կիրակիները տարբերվում են որպես հանգստյան օր, աշխատանքային օր, մի քիչ տարբեր են, բայց հիմնականում դուք էլ գիտեք, դուք էլ այս ասպարեզի մարդ եք, դուք էլ գիտեք թե ինչ է նկարահանումը, ինչ է միջոցառումը, ինչ է անընդհատ զբաղվածությունը, այնպես որ ձեզ չէ, որ ես պետք է ասեմ ինչ է շաբաթ կիրակին։ Մի փոքր է տարբերվում։ Իսկ առավոտյան վաղ եք արթնանում։ Ժամանակը գիտի, եթե պետք է վաղ արթնանալ, չէ, եթե գործեր չունեք։ Եթե գործեր չունեմ, աշխատում եմ վաղը արթնանալ։ Վաղ չարթնանալ, այլ վաղը արթնանալ, մի փոքր ավելի հանգստանալ։ Արտյոմ, հեռուստատեսությունը այն վայրն է, որտեղ երբ որ առաջին քայլը տանում ես, հետո էլ երբեք չես կարողանում կտրվել, ինչքան էլ կողմնակի գայթակղությունները մեծ են լինում։ Արդեն քանի տարի է հեռուստատեսությունում ես։ 1999 թվից։ Օհո։ 27 Անցած դարից ես հեռուստատեսության մեջ եմ։ Իմն էլ 1990-ից, այնպես որ բարև։ Այսպեսի մի բան կա, ահա եւ վերջ ասած ծերձին տեսնելով առաջին ավտոմեքենան։ Երբ որ եկավ ինտերնետը, հիմա հա, մենք շատ են ասին դե վերջ հեռուստատեսությունը մեռավ, էլ չի կարա լինի, որովհետեւ արդեն ինտերնետը ամեն ինչ եկավ ու գրավեց այդ դաշտը։ Բայց այդպես չի, եւ դա փաստում են շատերը, որ այսօր ինտերնետը ինչքանով ինքը կարողանում է գրավել դաշտը, այնքան հեռուստատեսությունը էլ ավելի մեծ քայլերով գնում է դեպի առաջ, օգտագործելով ինտերնետը որպես գործիք։ Ըստ քեզ, որպես հեռուստատեսության հնաբնակ, ինչ գնահատական ես տալի եւ ինչպես ես բացատրում։ Ըստ իս ես դրա մասին շատ եմ խոսել, մի քանի անգամներ, այսպես ասած, խոսել ենք եթերում, եթերից դուրս, հեռուստատեսությունը իմ կարծիքով կամովի սկսեց պարտվել ինտերնետին, կամովի։ Բայց պարտվեց։ Ինչ որտեղ պարտվում է, ինչ որտեղ, որովհետև չգիտեմ ինչի, նա փորձեց կռվել ինտերնետի հետ հեռուստատեսությունը։ Այդ պայքարում հեռուստատեսությունը պարտվելու է, որովհետև ինտերնետում ամեն վայրկյան մի նոր բան կա։ Սերնդափոխության եւ տեխնոլոգիաների փոփոխությունների հետ, այդ արագությունների հետ այնտեղ կոնտենտը ավելի շատ է։ Լավ, վատ, կապ չունի, շատ է։ Հեռուստատեսությունը գնաց այդ ճանապարհով, փորձելով ինչ որ կռիվ տալ, այդ կռվում նա պարտվելու է։ Ըստ իս, հեռուստատեսությունը պետք է լինի միշտ մի այլ դիրքում, ավելի բարձր դիրքում, ավելի թելադրող դիրքում եւ ավելի էքսկլյուզիվ կոնտենտով։ Այն վարքյանից, երբ հեռուստատեսությունը կորոշի, որ անելու է մի պրոդուկտ, որը ինտերնետում չի լինելու, այ պրինցիպիալ չի լինելու ինտերնետում, դա բարդ է, ես հասկանում եմ։ Դա ծախսերի հետ կապված է, հեռուստատեսությունների սեփականատերերը չեն կարող իրենց այդ ճոխությունը թույլ տալ եւ այլն, պետք է ինչ-որ մի ձևով հետ բերել այդ գումարը եւ այլն, բայց եթե որոշում կայացվի, եթե դիմանան լինել առաջինը լինելու ցանկության համար, եթե դիմանան, եթե քայլեն, հեռուստատեսությունը միշտ հաղթող է լինելու էքսկլյուզիվ կոնտենտով։ Բան, որը պետք է ինտերնետում չլինի։
Ես միշտ համեմատում եմ բժիշկի հետ, որովհետև բժիշկը մարդու ֆակտորն է, հա, եւ մարդկային գործոնն է, բայց անընդհատ գործիքները թարմանում են եւ տեխնոլոգիաները փոխվում, բայց միևնույն է, այդ գործիքներն ու տեխնոլոգիաները օգտագործող հենց բժիշկն է։ Այս դեպքում հեռուստատեսությունը պիտի ինտերնետը ճիշտ օգտագործի, որպես գործիք։ Որպես գործիք եւ ինչ որ հավելյալ դետալ, չգիտեմ, ժամանակի հետ քայլելու գործիք։ Քեզ համար որպես հեռուստատեսության մարդ փոխվեց ինչ որ բան աշխատանքիդ մեջ, թե դու ելի նույն կերպարն ես, բայց փոխվեցին։ Ինձ համար ոչ, երևի արագությունները, միայն արագությունները փոխվեցին, որովհետև մեր սերնդակիցները, հա, դու շատ լավ գիտես, մենք մի սերնդակից ենք, մենք մի ճանապարհով ենք անցել։ Ես ներկում եմ թրաշս, դու չէ։ Հա, ես չէ, այդ տարբերությունը դրանում է կայանում, էլի։ Աշխատելավոճը, գիտես ինչ կա մի տեսակ մենք ունենք շատ sense պատասխանատվության մի այլ զգացում։ Հիմա ես ինչ չեմ գովում, ես ընդհանուր խոսում եմ այդ պլիադայի մասին, հա։ Չուշանալ, ամեն ինչ անել տեղը տեղին, բա գրիմը, բա էս էլա պետք է։ Հիմա շատ-շատերը համարում են դա դետալ պետք է, որ մենք այդ կերպով չենք մոտենում հարցին, մինչև հիմա ու համոզված եմ, ինչքան լինենք, այդպես էլ շարունակվելու է։ Ինձ համար մոտեցումների մեջ բան չի փոխվել, արագություններն է փոխվել եւ ադապտացումը ինչ որտեղ ժամանակին տեխնոլոգիաներին։ Դե չէ մոտեցման մեջ պրոֆեսիոնալի, ոնց որ հիմա բժիշկը, հա, նույն բժիշկի վրա օրինակ բերեցի, ես շարունակեմ, հիմա բժիշկը ասի, դե լավ, դե հիմա Google-ում ու ChatGPT-ում կարանք հարցնենք, օրինակ, այս դեղը ոնց տանք կամ ինչ կարելի է անել, տնային պայմաններում ոնց կարելի է բուժել, ենթադրենք պլասկոստոպիան, չնայած դա չի բուժվում, բայց ChatGPT-ն կարող է ինչ-որ մի բան ասի։ Այ այդ նույն բանն է, բժիշկը միևնույնն է, չէ՞, բժիշկը իր մասնագիտական գիտելիքներով, ունակություններով է մեկա գնում առաջ։ Մերը նույն կերպ է, ես այդպես եմ մտածում։ Այնպես որ բան չի փոխվել մոտեցումների մեջ։ Միայն որոշում կայացնողները, որ ճիշտ որոշումներ կայացնեն, տվյալ դեպքում, եթե խոսում ենք հեռուստատեսությունից, դրանք հեռուստատեսության ղեկավարներն են, սեփականատերերն են, հովանավորներն են, գիտեք ինչ, այդ հովանավորների թեման էլ շատ տենց պալկա դուխ կանցախ, այդ պարզ չի, թե ով ում հետևից ընկած է ու ով ում թելադրում է։ Ամեն դեպքում հովանավորին, երբ որ ասում ես, գիտես ինչ կա, ինչ որ մի հատ բան եմ նկարում, բայց քո կներեք ես մի քիչ տնավարի արտահայտում, քո սմետանն ու պեչենին ու սեմուչկեն, մի հատ նենց բանի մեջ կուտենք անընդհատ կադրում, երբ որ մի բան սարքում ես բուտկա, կոպիտ ասած, հա, չգիտեմ, ինչ որ դու իջացնում ես на очень потребительский уровень, հա, որ դու իջացնում ես, ամեն ինչի քաշը ընկնում է։ Այդ վաղ հովանավորը նույն սովորում ասում, «Ա լավ, դե ընդհանրեն կտամ պայմանական, չգիտեմ, 300,000 24 ժամ սմետանս կուտեմ բան, հետո մի նորմալ բան անում են թիվ են, ասում են, ինչ ախպեր, ընդ 38 տարի ցույց են տալիս 6500 դրամ փող են ուզում։ Այդտեղ քանդվում է այդ համակարգը։ Չգիտեմ, ես կարճ բացատրեցի։ Ես դուք լինելով հեռուստատեսության մարդ, ինչ հարաբերություն ունեք ինտերնետի հետ, սոցկայքերի հետ, հետևում եք, շատ ժամանակ եք անցկացնում, նյարդայնացնում ա ձեզ, տեղեկատվության աղբյուր ա ձեզ համար։ Հետևում եմ, այդ բոլոր ֆակտորներով հետևում եմ, բայց չափի մեջ, այնքանով որքանով դա ինձ չի խանգարում դառնալ պլաստմասե մարդ։ Ինձ դա պետք չի։ Ինձ պետք է այնքան, որքան որ պետք է, ոչ ավել, ոչ պակաս, ոչ հիվանդացել եմ ես այդ ինտերնետով, որ ամեն վարքանը մի հատ նկարենք, հիմա գիտեք ինչ ենք անում, հիմա բոլորը ինչ որ դրա հետևից ընկած են, ես չգիտեմ, ամեն քայլը կերանք էս, բայց գիտեք ինչ լավ է, չէ, ինձ համար պետք է որպես ինֆորմացիայի աղբյուր, որպես կյանքի մեջ, ժամանակի մեջ լինելու, նորությունը իմանալու, չգիտեմ, ժամանակի հետ քայլելու աղբյուր, ոչ թե որպես հիվանդություն։ Դա հիվանդություն է, դա եւ ըստիս դա կանխամտածված ստեղծված հիվանդություն է, այդ ինտերնետը համացանցը դա երևի նարկոմանիայից ուժեղ ավելի վատ բան է, որովհետև մարդկայինն է վերանում, մարդկայինը վերանում է։ Արտյոմ, Շփումը կորում է։ այո, դա համեմատելի է մուրճի հետ, հա, եթե մուրճը տալիս են քո ձեռքը, մուրճը միաժամանակ եւ քանդում է եւ կառուցում է։ Նաեւ դու ոնց ես օգտագործում դա որպես գործիք։ Այո։ Հիմա գանք իրականություն։ Այսօր Արտյոմ Մարկոսյանը բացի իհարկե հեռուստատեսային ֆորմատներից, նաեւ քեզ տեսանելի ենք համացանցում տեսնում ենք մաֆիա խաղի ընթացքում։ Շատ ես սիրում մաֆիա։ Սիրում եմ, դուրս գալիս է, միշտ սիրում էի որպես խաղացող, հետո առաջարկ ստացա արդեն որպես վարող։ Այ դա
ինձ համար նոր բան էր, նոր ֆորմատ էր մոտեցման մեջ, որպես հաղորդավար, որպես վարող, նման պրոյեկտ, նման ամպլուայում ես դեռ չեմ եղել, հիմա դա էլ ենք անում, ինչ թվում է նորմալ կստացվի, նորմալ է ստացվել, չգիտեմ։ Մաֆիայում սև է սիրում լինել, թե կարմիր։ Սև, այդ հեքիաթները, դա հեքիաթ է, էլի, այդ որ բոլորը ասում են, մենք սիրում ենք կարմիր խաղալ, սուտ, չկա այդպիսի բան։ Բոլորն էլ ուզում են սև ընկնեն ու սև խաղան։ Ես ձեզ ի սրտե այդ ձեռքից ասում եմ, բոլորն էլ սև են։ Ես չէ, բացառություն, ես չեմ կարող խափեմ, որովհետև չի ստացվում։ Ու բոլորը մեկ էլ այս նախադասությունն ասում են, ես չեմ կարողանում խափել։ Այո։ Իսկ վարել ավելի հետաքրքիր է, թե խաղալ։ Վարելը հետաքրքիր է ինչ առումով, դու տեսնում ես բոլորի ռեակցիաները, դու փորձում ես արդեն բոլորի մտածելակերպի մեջ մտնել, հետո վերջը դու գիտես այդ ամենը, բայց դու չես կարող այդ ամենը բացահայտել, դու պետք է վարես, պրոտոկոլով գնաս, ավելի հետաքրքիր է, դու շատ բան ես նկատում, դու ամեն ինչ ես տեսնում, որ իրենք չեն տեսնում հենց խաղացողները։ Չէ, հետաքրքիր բան է, ինձ թվում է լավ է ստացվել, նու այդ էկրան պակաժը եւ հերոստատիտողը միշտ գնահատականը հերոստատիտողն է տալիս։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ կարմիր խաղացողի մեջ ինտրիգա չեք տեսնում, դրա համար եք ուզում սև խաղացող լինել։ Հա, Բայց կա գիտեք ինչ։ ինտրիգա, դու գտնում ես սևերին։ Չէ, գիտեք ինչ կա, մենք բոլորը սովորենք, գիտեք ինչ կա, նույն այդ ֆիլմերի վրա եթե օրինակը բերեմ, հա, նու Ալ Պաչինոյի դերերից խոսանք, Ալ Պաչինոյի կինոներից, հա, գիտենք դա բացասական կերպար է, բայց բոլորը սիրում են այդ բացասական կերպարը։ Դերասանների մեծ մասը սիրում են ոչ թե հերոս խաղալ, այլ խարակտերային կերպարներ խաղալ։ Այո, մաֆիայում սևերը խարակտերային են։ Ոչ միշտ, ախր շատ սուբյեկտիվ Դրանցով եւ ինդիվիդուալ։ Մենք արի համարենք սա մեր սուբյեկտիվ կարծիքն է։ Ինչ նոր պրոյեկտներ ունես, որովհետև Արտյոմը երբեք հանգիստ չի մնում իր տեղում։ Այո։ Դա սա նոր է, չէ՞։ Այո, սա նոր է։ Այո։ Սա նոր է, նոր պրոյեկտներից, եթե կարելի է նոր համարել, շուտով սկսելու է շատ հետաքրքիր մի ֆիլմի նկարահանում, հայ-ռուսական համատեղ ֆիլմ է լինելու, բավականին հետաքրքիր, դեռ չեմ ուզում ես ճակերտները բացել, որպես դերասան ես հանդես գալիս։ Որպես դերասան եմ այնտեղ հանդես գալու, գլխավոր դերերից մեկն է, ես չեմ ուզում դեռ ճակերտները բացել, որովհետև դեռ պայմանավորվածությունը այդպեսին է, դեռ պրոդյուսերական անձնակազմի հետ մենք խոսենք դրա մասին կասենք որպես նոր պրոյեկտ դա է դե մշտապես իմ պրոյեկտները իմ համերգային ծրագրերը կազմակերպչական պրոդյուսինգ դե գիտեք դուք տեղյակ եք որ ես ունեմ նաև իմ ընկերությունը որը զբաղվում է բազմաթիվ գրեթե բոլոր ֆորմատների միջոցառումների կազմակերպումով եւ անցկացումով ես այդտեղ հանդես եմ գալիս որպես հաղորդավար որպես պրոդյուսեր դա ես համարում եմ պրոյեկտ դա ես համարում եմ պրոյեկտ եւ այդ մեծ գլոբալ պրոյեկտի մեջ յուրաքանչյուր նոր բան ինձ համար նոր պրոյեկտ է նկարահանումներ համերգներ մի խոսքով արդեն այնքան ասեցի այդ որ ասում եք շատ ես ուզում քնես մեկ այդ հարցի պատասխանն է այդտեղ էլի ու փառք Աստծուն քայլում եմ առաջ միշտ քայլում եմ երբեք չեմ դադարում գործել այսպես իսկ հումորային նախագծեր Հումորային նախագիծ դեռևս չկա, այդպիսի ձեռնարկ դեռևս չկա, բայց երևի կլինի, հուսով եմ կլինի։ Արտյոմ ամենաէքստրեմալ պահերին մեր միտքը ամենաէքստրեմալ ձևով է աշխատում։ Ինձ համար եւ կարծում շատերի համար ամենաէքստրեմալ պահ է համարում, երբ որ ինքնաթիռը արդեն տեղից փոխվում է, հա, եւ բարձրություն է հավաքում, այո։ Այ ինչ ես այդ մի քանի րոպեի ընթացքում մտածում, ինչով է միշտ զբաղված լինում այդ մի քանի րոպեն քո միտքը։ Աղոթում եմ։ Աստծուն խնդրում եմ, որ բարի հաջող թռնենք եւ բարի հաջող իջնենք։ Մի անգամից անկեղծ ասեցի։ Բրավո։ Դա իհարկե պահեր են, որոնք պետք է միշտ ֆիքսել, Արտյոմ, եւ ուզում եմ քեզ այս պահին նվիրել Զանգում, Վեդիալկոյի կողմից առաջարկվող կարմիր անապակ գինին, որը կֆիքսի քո կյանքի լավագույն պահերը, քեզ հետ միասին եւ իհարկե առիթ կլինի նշելու նաեւ։ Այս Զանգում թող միշտ Զանգու զրնգ լինի, քեզ համար ավելի միայն լավ լուրերը։ Շնորհակալ ենք քեզ այս գամայից հետ տեսնում ես ինչ բայց մի րոպե մենք մի բան կիսատ ենք թողել այս առավոտյան ես եւ մայստրոն ենք եկել Բաբաջանյանից եկեք այսպես միասին ինչ որ մի գեղեցիկ բան էս առավոտը լավ սկսենք էլի օրինակ Բաբաջանյանից հեռու եմ բայց ձեզ կլսեմ Միասին թե դու ես սիրում Բաբաջանյան շատ եմ սիրում բայց չեմ կարող երկել որտեղ երաժշտական մարդ չէ լավ արի հիմա ես այս բանը եմ առաջարկել դու կարողանալու ես ահա Բաբաջանյանից
Երևանի սիրուն աղջիկ միացի սուրո Կերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել է սիրելի հերոստատիտողի համար Այնպես որ լինես դու Իդեպ լավ գիտես որ այդ երգը ամբողջությամբ էգոյի դրսևորում է տղամարդկանց կողմից Նայ այդ երգում ընդհանրապես երկու բառ է Երևանի սիրուն աղջկա մասին մնացածը Ինչպես Անուշի սիրուն յարուն ես էլ ինչ դարդուն ես Էլ ինչ դարդուն Հասկանում ես որ Այնպես որ իդեմս քեզ ես հիմա դիմելով քեզ մեր բոլոր հերոստատիտող գեղեցիկ կանանց եւ աղջիկներին ցանկանում եմ լավ որ գեղեցկություն միշտ լինեք հմայիչ մեզ ոգևորող տրամադրող ու այսօրն էլ կոնկրետ լավ անցնի որովհետեւ սկսեցեք լավ մարդկանց հետ ու այդպես է շարունակել Ձեզ շնորհակալություն որ միացաք մեր առավոտվան այո միշտ դրական եւ բարձր տրամադրություն փոխանցեցիք ու նաեւ շատ հաճելի զրույց ունեցանք իդեպ ես էլ առաջարկեմ միասին հենց հիմա Առնո Բաբաջանյան վայելենք իրականում Սիրով Գնացինք